Մի պատմությունից եմ ուզում հիմա սկսեմ այսօրվա խոսքը, որ սրտիս մեջ կա, քանի որ մենք խոսում ենք տղամարդկանց արթնությունից, հավատացնում եմ քեզ, որ չի կարող տղամարդկանց արթնություն ունենա առանց քույրերի գործոնի։ Այսինքն դա այնքան փոխկապակցված է, շատ կարևոր է։ Մենք երբևիցե չենք փորձում թերը գնահատել կամ ինչ-որ մի ստվեր նետել քրոջ ծառայության, մեր քույրերի, մեր մայրերի, մեր աղջիկների, մեր կանանց այն օծության, այն պարգևների վրա, որ Տերը նրանց նույնպես օգտագործում է, ամեն։ Բայց ուզում եմ պատմությունը կարդալուց մի պատմությունով եմ ուզում սկսեմ, որից հետո աստվածաշնչյան մի ուղղակի կարճ համար, որի մասին ես նույնպես կխոսեմ։ Օրերից մի օր թագավորը որոշում է կանչի իր մոտ ամենահայտնի նկարիչներին եւ ասում է ես ուզում եմ որպեսզի իմ պալատը գեղեցկացնեք, նկարեք։ Եվ այդ նկարիչների մեջից ընտրում է երկու հոգու, ովքեր ամուսիններ են լինում, ամուսին եւ կին, եւ ասում է կուզենամ որպեսզի դուք զարդարեք այս սրահը, պատկերեք այս սրահը, բայց առանց իրար հետ շփվելու ու առանց իրար աշխատանքներ նայելու։ Վերցնում է մի պատը հանձնում է ամուսնուն, մյուս պատը հանձնում է կնոջը եւ մեջտեղում մի հաստ վարակույր է կախում, որպեսզի միմյանց հետ կապը տեսանելի եւ լսելի չլինի։ Ամուսինը վերցնում եւ իր տաղանդը պատկերում է, քանդակում, նկարազարդում պատկերներով հրաշալի մի հատ sense կոթողի պես մի բան է քանդակում այդ պատի վրա, իսկ կինը վերցնում է այն պատը, որ իրան էր հանձնված, վերցնում է եւ սկսում է մաքրել այդ պատը։ Այնպես մաքրել, այնպես փայլացնել, այնպես sense կոկել, որ հայլի պես այսպես ուղղակի պատ է ստացվում դա։ Եվ երբ որ թագավորը գալիս է արդեն վերջացած է լինում աշխատանքը, գալիս են եւ թագավորը նայում է այդ պատերին, ամուսնու պատը նայելով ուղղակի ապշած, sense ապուշ կտրած նայում ու ասում է sense գործ ես երբևիցե չեմ տեսել ոչ մի աշխարհի ամենալավ նկարիչի մոտ, իսկ իրականում շատ գեղեցիկ ու շատ sense գլուխ գործոց աշխատանք ես դու արել։ Եվ գովում ամուսնուն, տղամարդուն, եւ հետո անցնում է վարակույրի մյուս կողմը, մեկ է տեսնում է կնոջ պատկերը, պատը ամբողջությամբ անշուք։ Նայում ասում է կին, չեմ հասկանում։ Ես քեզ վստահել եմ պատ, վստահել եմ աշխատանք, ծառայություն եւ ուզեցել եմ, որպեսզի դու այդ ծառայությունը անես ունես, ոնց որ կանես թագավորի համար, դու ինչ որ մեկի համար չես անում դա։ Ուր է քո աշխատանքը։ Կին ասում է թագավորն ապրած կենա թույլ տուր ես ցուցադրեմ այն ինչ որ ես արել եմ, ասում եմ սպասում եմ անհամբեր շուտ արա ցույց տուր, որովհետև մի կողմից էլ այսպես բան է բարձրանում թագավորի ներսում, մտածելով որ իր գործը, իր ասած խոսքը ոնց որ թե չի կատարվել։ Կին ասում է դրա համար հարկավոր է որպեսզի վարակույրը մեջտեղից հանեք։ Վարակույրը քաշել է տալիս եւ մի մեծ լույս ուղակի գցում է ամուսնու նկարի պատի վրա եւ շատ արագ այդ աշխատանքը արտացոլվում է կնոջ պատի վրա մի անգամից հայելու պես այդ ատրաժենյան այդ արտացոլանքը երևում է կնոջ պատի վրա թագավորը այն որ ասում է ինչպես Սաբայի թագուհին եկավ տեսավ Սողոմոնի ծառաների նիստու կացա քիչ էր մնում ուշա գնաց ելներ եւ ասում է ես տեսել եմ այդ ամուսնուտ գործը ուղղակի խոսքեր չէի գտնում բայց քոնը ամուսնուտնիցդ ավելի ուժեղ ավելի գեղեցիկ ասում է ինչ հանճարեղ գործ ես արել Գիտես, ինչի մասին է խոսքը, որն է այս պատմության իմաստը, սենց փորձեմ ասել, հա։ Երբ որ Աստված ստեղծեց Ադամին,
Եվ հետո Ադամի կողքը դրեց Եվային, դրեց, որպիսի Եվան օգնի Ադամին, որպես օգնական դրեց։ Ամեն։ Եվ Աստվածաշունչ ասում է, ամուսինը Աստծո փառքն է ներկայացնում երկրի վրա, իսկ կինը կնոջ, կինը ամուսնու փառքն է ցույց տալիս։ Ես ուզում եմ ասել, որ շատ այսպես խոսված, ծեծված, միգուցե շատ լսված մի խոսք կա թևավոր օդի մեջ, որ միշտ լսվել է, որ ուժեղ տղամարդկանց կողքին միշտ կա ուժեղ կին։ Եվ ես ուզում եմ այսօրվա այս խոսքը, որը որ ուզում եմ խոսել, մի քիչ պարադոքս կգնա այս իմ բերած օրինակին, բայց ուզում եմ, որպեսզի դու ուշադիր լինես։ Որովհետև Աստվածաշունչը միևնույնն ասում է, որ գալիս են փոթորիկներ, կլինեն փոթորիկներ, կլինեն ջրհեղեղներ, տարբեր տեսակի, կխփեն այն տունը, որը որ ժայռի վրա է, ինքը ամուր կանգնած կմնա, նրան վնաս չի լինի, բնակիչներին վնաս չի լինի, բայց նա ով որ կանգնած է, կառուցված է ավազի վրա կփլվի, կորուստն էլ մեծ կլինի։ Ապահովագրված չեն ոչ մեկը աշխարհի վրա փոթորիկներից։ Հիսուսը ասաց, որ կլինեն փոթորիկներ, կլինեն հալածանքներ, բայց դուք քաջացեք, դուք ուրախ եղեք, որովհետև եթե դուք իմ հետ եք, եթե դուք իմ մոդելը, երկրային մոդելով եք ապրում եւ աշխատում, սենց ասեմ, հա, իմ բառերով, ապա ձեզ ոչինչ պետքա չմտահոգի, որովհետև դուք արդեն իսկ հաղթանակի մեջ եք։ Հաղթանակը ձեր ապահոված կլինի, դուք պաշտպանված կլինեք ամեն տեսակի փոթորիկներից, ամեն տեսակի խնդիրներից ու հարձակումներից։ Եվ գիտեք, երբեմն լինում են փոթորիկներ, որ անգամ ամենաուժեղ տղամարդու կողքը կանգնած, ամենաուժեղ կինը չի կարող օգնի նրան։ Ամենաուժեղ հովիվը չի կարող օգնի նրան, ամենաուժեղ մարգարեն, որ Աստծո ձայնը լսում ու խոսում է, չի կարող օգնի։ Եվ այդ փոթորիկների մեջ, որոնք որ երբեմն բարձրանում են, այն մահվան շուքի ձորով, երբ որ կարծես թե անցնում ես, քեզ հարկավոր է քո զորության, քո օծության այդ պաշարը ունենաս, զապաս պաշարը։ Ինչի եմ սա ասում, որովհետև գիտեք, մի պատմություն, որը որ իմ ընտանիքի հետ է կատարվել, երբ որ ես կորցրեցի մորս ֆիզիկապես, գիտես, ամեն մեկը կարակ ով որ ունի նման կորուստ հասկանա այդ ինչ մեծ բան է, այդ ինչ մեծ ցավ է, բայց երբ որ ես նայում եմ իմ հոր կյանքին, իմ հոր ապրած կյանքին մինչև այն պահը, երբ որ մայրս կար, ու այն պահը, երբ որ մայրս այլևս իր կողքը չի, ես տեսնում եմ երկու տարբեր մարդկանց, երկու տարբեր իրավիճակներ։ Գիտես, ժամանակին մայրս ինքը մեր տան ոնց որ ասած այդ բանն էր, շարժիչն էր, ինքն էր շարժողը, ինքն էր աղոթողը, ինքն էր ամուսնու համար բարեխոսողը, տղաների համար, ես չգիտեմ, տան համար, այդ տան ամեն ինչը լցված էր կյանքով, ամբողջ ազգուտակը գնալով, գալով, ընկերներ ու բոլոր ծանոթներ գիտեին, որ գնացին ընդեղ, ուղղակի շուշիկ դոտան ընդեղ ավսյո, որ սոված կգնան ընդեղից, ոչ ինչ որ կարիքով, սոված էլ չլնեն, միևնույնն է պետք է ուտեն նոր գնան, դա օրենք էր չգրված, բայց ուզում եմ ասել, կար մեկը, որը որ կանգնած էր, եւ հանկարծ երբ որ մայրս գնաց տիրոջ մոտ, ես տեսա հորս ու մորս կողքը հայրս շատ ուրիշ ձևի զորավոր էր երևում։ Իր համար ինքը вообще խնդիր չկար, հա ինքը կեթար կբերեր, կաներ կդներ, բայց երբ որ մայրս, երբ որ արդեն բացակայությունը զգաց, ես հասկացա, որ հորս թևերը, հորս ընթացքը, հորս շատ բաներ sense փոխվեցին ու կոտրվեց նրա կյանքում, շատ բաներ, ինքն իրան կորցրած ոնց որ լիներ։
Գիտես, դա այնքան նուրբ պահ է, երբ որ մենք ծառայում ենք, երբ որ մենք այսօր եկել ենք ստեղ, ովքեր որ կանայք ունեն, կանայք կամ մայրեր, ովքեր որ աղոթում են քույրեր, ովքեր կանգնած են իրենց ամուսինների, իրենց եղբայրների, իրենց չգիտեմ, ընկերների եւ մարդկանց համար, գիտես, երբ որ քո կողքը կա մեկը կին կամ կին արմատ, որը որ աղոթում է քեզ համար շատ հեշտ է, շատ բաներ։ Դու միգուցե չես էլ զգում, որ դա հեշտ է կամ քո համար հեշտ է, բայց հենց բացակայությունը լինում է, այդ բանին դու հասկանում ես, ես ինչ կորցրեցի ես, ես ինչ մեծ կորուստ էր իմ համար, այսինքն այն ինչ որ դու անում ես, էլի պետք է անես, պլյուս դրան մի հատ ավելի մեծ բան, որը որ քեզանից պահանջվում է։ Ես այդ օրինակը խեմ պատմում, ուզում եմ բերեմ հավատացյալներիս վրա, որ մենք հասկանանք, մենք շատ անգամ փորձում ենք մեր անցած հաղթանակներով, մեր կնոջ աղոթների շնորհիվ, դե լավ կինս կաղոթի, այսօր ես ելնեմ գնամ իմ գործերով, դե լավ կինս աղոթում է, ես հաստատ որ ասում եմ տունը մի բան կսարքի, երեխեքը կուշտ կլնեն կամ ես իմ ինչ կլնեն, հա, ինչ որ մի բան դու գիտես, որ թիկունքը պինդ է, դու գիտես հետևից ինչ որ մեկը կա, որ անում է գործ քո համար ու քո փոխարեն ինչ որ տեղել։ Բայց երբ որ այդ մեկը բացակայում արդեն, դու հասկանում ես, որ դու մերկ ես, դու Ադամի ու Եվայի պես քո մերկությունը սկսում ես զգալ արդեն, որտեղ չկա այդ պարիսպի կամ այդ դուռը փեղկերով հանդերձ ոնց որ բացակայում արդեն։ Ինչ եմ սա ասում, որտեղ տղերքով ենք առաջինը, էսի ձեզ եմ ասում, քույրերով այստեղ քույրեր լինեին, ուրիշ մի պատմություն կարելի էր իրաց համար ասել։ Բայց ես ուզում եմ քեզ ասել, որ դու գնահատես այն մարդկանց, ովքեր որ քո համար կանգնած են, ովքեր որ աղոթում են, ովքեր որ մեծ գործ են անում։ Գիտես, Աստվածաշունչը Եզեկիելի 14-րդ գլխում մի հատ խոսք կա, որ ուղղակի սենց քարուքանդ անում մարդկային այդպիսի բաները։ Մենք գիտենք, որ Աստծո խոսքը ասում ամուսնով կինը կսրբվի կամ կնոջով ամուսինը, հիշում եք Նոր Կտակարանյան այդ խոսքերը, որ բայց գիտես ինչ է Եզեկիելի մեջ ասում մի խոսքում, ես փորձել եմ հիմա ձեզ ներկայացնեմ դա ու խնդրում եմ շատ չզարմանաս, հետո Աստվածաշունչն ասում Եզեկիել 14-րդ գլուխն է, այնտեղ մի հատ լուրջ բանի մասին է խոսքը գնում 14-րդ խոսքից եմ կարդում, վերը մարդու որդի, լավ 13-ից։ Մարդու որդի, երբ որ մի երկիր մեղանչի իմ դեմ, երկրի մասին է խոսում, երբ որ երկիրը մեղանչի իմ դեմ, անհավատարմությունով, անհավատարմություն գործելով, եւ ես իմ ձեռքը նրա դեմ մեկնեմ, կոտրեմ նրա հացի գավազանն ու նրա մեջ սով գցեմ, նրանից բոլորովին անհետացնեմ մարդն ու անասունը, 14-րդ խոսքը տեսեք ինչ ասում, նույնիսկ եթե այս 3 մարդիկ նրա մեջ լինեն, Նոյը, Դանիելը եւ Հոբը։ Դու հասկանում ես ինչ հերոսների անուն է տալիս։ Նոյը, Դանիելը եւ Հոբը, ասում է, եթե նրանց մեջ լինեն, սրանք իրենց արդարությամբ միայն իրենց անձերը կազատեն, ասում է Տեր Աստված։ Մնացած ոչ մեկ չի ազատվելու։ Եթե Նոյը, Դանիելը մեկեն Հոբը Արդար մարդիկ, Աստծո ձայնը լսող մարդիկ, արդարության քարոզի Նոյը, այդ դժվարություններով անցնող Հոբը, որ կարողանում էր Աստծո հետ փոխհարաբերություն ունենալ, Տիրոջ երեսը տեսավ։ Դանիելը, որը որ խոսում էր Աստծո դատաստանների մասին, այդպիսի կարդացած ու Աստծո ներկայությամբ անկաշկանդ ու այսպեսի ավետարանի ջատագով էր, որը որ չգնաց ոչ մի տեսակի կոմպրոմիսի թագավորի կամ աշխարհի ոգու հետ։ Ասում է, այս 3 սուրբերը եթե լինեն իրանց մեջ, միևնույնն է չի փոխվի, չեն բրծնի այդ ազգը։ Այդ 3 արդարները իրենց արդարության համար իրանք կփրկվեն, բայց ոչ այդ երկիրը։
Ներքև ես իջնում նորից գալիս է դրան եւ ասում է նույնիսկ եթե 3 մարդիկ նրա մեջ լինեն կենթանի եմ ես ասում է Տեր Աստված որդիներն ու դուստրները իրենց որդիներն ու դուստրները չեն կարողանալու ազատվել միայն իրենք կազատվեն ու երկիրը ամայի կդառնա դու հասկանում ես ինչ խիստ ու շատ այսպես կտրուկ բան է խոսում Աստված Կամ եթե սուր բերեմ այդ երկրի վրա ու ասեմ թող սուրն անցնի այդ երկրով եւ նրանցից բոլորին անետացնեմ մարդն ու անասունները թեև այս 3 մարդիկ նրա մեջ լինեն կենթանի եմ ես ասում եմ Աստված նույնիսկ իրենց որդիներին ու դուստրերին չեն կարողանալու ազատել այն միայն իրանք կազատվեն ու նորից շանտախտ ու նորից մյուսը ու ասում է հնարավոր չի բրծում չկա ինչի մասին եմ ուզում քո հայացքը քո ուղղակի կյանքը ուզում եմ որ դու շեշտադրեմ այսօրվա խոսքը այս կարևոր մտքի վրա դու երբ որ կանգնես Աստծո առաջ դու քո համար ես կանգնելու դու պետքա կանգնես քո Աստծո առաջ քո հովիվը չի կանգնելու մարգարեն չի կանգնելու ոչ մեկ չի կարողանալու քո փոխարեն կանգնի ու քո փոխարեն պատասխան տա Քո կինը ինչքան էլ աղոթքի ուժեղ մեկը լինի, աղոթող մեկը լինի, չի կարողանալու քո համար ինչ-որ բան անի, մի հարց լուծի։ Նույնը նաև երեխաները։ Դու չես կարողանալու կանգնես մեկ ուրիշի համար։ Ես կարող եմ աղոթել քեզ համար, ես սրա մասին շատ անգամներ եմ ասում, շատերին եմ ասում, մարդիկ երբ որ գալիս է խնդրում են, ինչ կլինի հովիվ, խնդրում եմ աղոթես Լսել եմ ես ինչ աղոթեցիր սենց եղավ է մեկը սենց է մյուս մի հատ էլ իմ համար աղոթի շատ հաճախակի ես ասում եմ սիրելի եղբայր կամ քույր ով որ մոտենում ասում եմ ես կարամ աղոթեմ քեզ համար բայց քո փոխարեն չեմ կարող աղոթել դու պետքա ինքդ սովորես Աստծո առաջ կանգնել իմանաս դու ինքդ պետքա քո այդ յուղի պաշարը օծության պաշարը ունենաս հիշում եք 10 կույսերի առակը Նրանցից ոչ այն 5 հիմարները, որ Աստվածաշունչը այդպես է անվանում, անխելքները կան, որ իմաստության պակաս ունեն, նրանք տուժվեցին միայն նրա պատճառով, որ չունեն իրենց հետ պաշար վերցրած, զապաս յուղ վերցրած։ Դե մաման աղոթում է, ամեն ինչ լավ կլինի։ Մեկ էլ մաման վերցվում է ու դու տենում ես ինչքան մեծ կորուստ կա քո կյանքում ոչ միայն մամայի այլ լիքը բաներ ոնց որ ժամացույցի այդ մեծ մեխանիզմի մեջից մի հատ կարևոր դետալ վերցնես եւ հանես ամբողջ ժամացույցի աշխատանքը խարխլվում է իրար ոչ միայն չի աշխատում այլ նաեւ անպետք է դառնում տեղեր կա Աստծո ողորմությունն է պետք որ նորից այդ հարցերը կարողանա անգնի տեղը ուզում եմ որպեսզի դու որպես տղամարդ, որպես արու, որպես Աստծո փառքի կրող, տանող Աստծո փառք այս երկրի վրա, ուզում եմ որպեսզի դու գտնես քո ներսի սենյակում քո Տիրոջ ներկայությունը։ Աստվածաշունչը կոչ անում, խոսում է դրա մասին եւ ասում է՝ մտիր քո ներսի սենյակը, դուռը փակիր քո հետևից եւ աղոթք արա քո Աստծուն որ այն ինչ որ ծածկում Աստված քեզ հայտնի դարձնի քեզ հայտնապես տա քեզ շատ կարևոր է եթե ես ու դու մենակ աղոթքից աղոթք ենք Աստծո առաջ գալիս միայն ծառայությունից ծառայություն միայն չգիտեմ ինչ որ մի կոնֆերանսից կոնֆերանս մենք մեր հոգևոր կյանքը չենք կառուցում ժայռի վրա այլ կառուցում ենք հովվի, մարգարեի, ես չգիտեմ ինչ-որ լավ կոնֆերանսի, լավ եկեղեցու, ուժեղ ինչ-որ տեսիլքի, ուժեղ ծառայության հետ, սիրելիս, գնալով փոթորիկները տարբեր զանազան բարձանում են և գալիս ու գնում են։ Դու պետք է ունենաս քո բաժինոցությունը, միշտ քո հետ ունենաս Դու պետք է անձամբ Աստծո երեսը փնտրող լինես, դու պետք է ինքդ Աստծո կերպարանքը ուղղակի ձգտես, տեսնես Աստծո փառքը նմանվելով նրան։ Առանց դրա
առանց քո սիրտը մաքրելու, առանց քո սիրտը Աստծո առաջ որպես անուշահոտ խունկի պես, մի բուրվարի պես այսպեսի մի բան, եթե դու չներկայացնես, հա, դու չես տեսնի Աստծո։ Խոսքը ասում է սրտով ուղիղները, սրտով մաքուրները կտեսնեն Աստծո։ Ամեն։ Իսկ 3-րդ Հովհաննես ասում է դեռևս Աստծո զավակներ ենք կոչվում, հետո ինչ կլինենք չգիտեմ, բայց հենց որ նրան տեսնենք, նրա նման կդառնանք։ Երբ որ քո սրտի մեջ այդ օծության պաշարը դու միշտ կուտակում ես, որ դու միշտ ունենաս, երբ որ դու միշտ Աստծո հետ փոխհարաբերվում ես ու Աստծո ներկայությունը սիրում ես, թանկ ես գնահատում, իմացի մի բան, սրտով ուղիղներ Աստծուն կտեսնենք, քո ներսի սենյակը լցված կլինի Աստծո փառքով։ Դու ուղղակի բավականը հայացքը տուղես, բավականը մի հատ ուղղակի սենց նոտա, մի հատ ուղղակի խոսք վերցնես ու դեպի Աստծուն բարձրացնես, Աստծո ուղղակի փառքը կիշնի քեզ վրա, քո կյանքի վրա։ Ու փոթորիկները քեզ համար արդեն վախենալու եւ վտանգավոր չեն լինի։ Կարևորը որ մենք սովորենք, որտեղ մենք կանգնած ենք այդ կարևոր ճակատագրական մարգարեական այս ընթացքի մեջ, որ պատրաստվում ենք այս երկիրը շարժենք, այս երկիրը բերենք Աստծո ոտքերի առաջ որպես հավատքի նոր արթնության շարժ։ Ամեն։ Անենց որ ուզում եմ սրտիդ մեջ էսի վառվող լինի ու Տիրոջ ներկայություն ուղղակի փնտրես անդադար, միշտ լինես նրա ներկայության մեջ։ Հասկանում եք ինձ։ Ես չեմ խոսում անջատված քրիստոնյա լինելու մասին, ես խոսում եմ Աստծուց միացած կրակոտ լինելու մասին, Աստծո ներկայությունը իսկապես ճանաչող եւ ոչ թե որ մեկը պետք է քարոզի միայն, իհարկե ես շինություն եմ ստանում, ես օրհնվում եմ, հավատքս մեծանում է, երբ որ ես լսում եմ հավատքի խոսք, հավատքի քարոզ, բայց քո եւ Աստծո այդ ներսի սենյակի փոխհարաբերությունը, երբ որ կենթանի է, երբ որ զորավոր է, երբ որ Սուրբ Հոգու ներկայությունը կա, իմացի, ոչ մի բան չի կարող փոխարինի դրան։ Հրաշալի է ունենալ լավ կին, հրաշալի է ունենալ լավ մայր, լավ քույր, բոլորն էլ լավն են, վատը չկա, բայց կարևորը որ դու քո տեղում կանգնած լինես, անկախ ամեն ինչից դու քո Աստծո հետ լինես, դու քո Աստծուն ճանաչող լինես, եւ այդ օծությունը, այդ Սուրբ Հոգու յուղը դու ունենաս, ոչ թե այն 5 անխելքների պես, գույսերի այն իմաստունների պես, որ թեկուզ եւ փոթորիկ է, եւ թեկուզ եւ քնելու, նիրհելու կամ ինչ-որ թմրած լինելու պահեր է լինում, բայց դու այդ Աստծո հետ փոխհարաբերության արդյունքում քո օծությունը միշտ քո հետ է, օծություն կա քո կյանքի, քո սրտի մեջ Աստծո երեսը փնտրելու պատճառով, Աստծուն ճանաչելու պատճառով, ու նորից շուտ շտապվեցին, վեր կացան, իրենց հանդերձները ուղեցին, արդարության հանդերձները եւ շտապեցին Փայսիացուին դիմավորելու։ Ամեն։ Թող Տերը օրհնի քեզ, եկեք աղոտ բարձրացնենք։ Հալելույա։